Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին օրերին ծավալվող մարզային ճակերտավոր շրջագայությունները պերաշկի ուտելու և կուկուռուզ հոշոտելու տեսարաններով վաղուց դուրս են եկել էժանագին պոպուլիզմի սահմաններից։ Սա պետականության համակարգված դեգրադացիայի և հանրային գիտակցության թունավորման մի սարսափելի տեխնոլոգիա է, որի վերջնանպատակը մեկն է։ Սպասվող ընտրություններում ցանկացած գնով իշխանության վերարտադրությունը, պետականության վերջնական կազմալուծման հաշվին։ Երբ երկրի ճակերտավոր ղեկավարը, ում օրոք Հայաստանը զրկվել է անվտանգային ողնաշարից, տեսախցիկների առջև ցուցադրաբար զբաղվում է փողոցային սննդի գովազդով, նա իրականացնում է հանրային արժանապատվության կազմալուծում։ Այս ցինիզմի խորքում թաքնված է հստակ հաշվարկ։ Պետական ռեսուրսների անխնավ վատմամբ ստեղծվող այս շոուները նպատակ ունեն հանրությանը ներարկել մի սարսափելի միտք։ Պետությունը ոչ թե անվտանգություն է, բանակ կամ ինքնիշխանություն, այլ ընդամենը տվյալ պահի կենցաղային հարմարավետության պատրանք։ Սա հոգեբանական թրքացման ամենակարճ ճանապարհն է։ Մարդուն ում ուշադրությունը պետական բյուջեից սնվող քարոզչամեքենայի միջոցով սևեռվում է վարչապետի ստամոքսի պարունակության վրա, շատ ավելի հեշտ է վաճառել հերթական ազգային զիջումը։ Ռեժիմը հանրությանը նախապատրաստում է այն մտքին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների ներքո ապրելը կարող է լինել անվտանգ և կուշտ։ Սա ոչ թե խաղաղություն է, այլ ինքնության կամավոր հրաժարում, հանուն մի կտոր հացի, որի որակն ու գինը նույնպես որոշվելու են Բաքվում և Անկարայում։ Այս շղթայի ամենանողկալի մասը սոցիալական մանիպուլյացիան է։ Ընտրություններից ամիսներ առաջ կենսաթոշակների և նպաստների չնչին բարձրացումների մասին թմբկահարումը ոչ թե հոգածություն է, այլ քաղաքական առևտուր սեփական ժողովրդի աղքատության հետ։ Սա պետական մակարդակով իրականացվող ընտրակաշառք է, որտեղ մարդկանց փորձում են գնել իրենց իսկ վճարած հարկերի հաշվին։ Իշխանությունը թոշակառուի քվեն դիտարկում է որպես ապրանք, որը կարելի է ձեռք բերել մի քանի հազար դրամով, մինչդեռ նույն պահին թանկացումների և գնաճի տեմպերը վաղուց կլանել են այդ ճակերտավոր ավելացումները։ Սա ստորագույն հնարք է՝ մի ձեռքով տալ չնչին գումար, իսկ մյուսով խլել հայրենիքն ու ապագան։ Ժողովրդին կերակրում են սուտ հույսերով, թե սոցիալական վիճակը բարելավում է, մինչդեռ պետական պարտքի աննախադեպ աճն ու տնտեսական փուչիկը նախապատրաստում են երկրի վերջնական սնանկացումը։ Այս շոուների քողի տակ Հայաստանին սպասվում են անդառնալի աղետներ։ Իշխող վարչակարգը պատրաստվում է վերջնականապես ապամոնտաժել Հայաստանի սահմանադրությունը, թշնամու թելադրանքով ջնջելով մեր պատմությունը, անկախության հռչակագիրն ու ազգային նպատակները։ Ճակերտավոր խաղաղության խաչմերուկի անվան տակ մեզ սպասվում է տրանսպորտային միջանցքների կորուստ, որը երկիրը կվերածի անդեմ տրանզիտային գոտու, զրկված սեփական զինված ուժերից ու սուբյեկտայնությունից։ Պերաշկի հոշոտելը միայն ուշադրություն շեղող մանևր է, մինչդեռ իրականության մեջ ստորագրվում են փաստաթղթեր, որոնք Հայաստանը դարձնում են աշխարհաքաղաքական կույրաղիկ։ Եթե այսօր թույլ տանք, որ ստամոքսային քաղաքականությունը հաղթի ազգային մտածողությանը, ապա վաղը Հայաստանը կդառնա միայն աշխարհագրական անուն առանց հայկական բովանդակության։ Առաջիկա ընտրությունները Փաշինյանի վարչախմբի համար ոչ թե ժողովրդավարական գործընթաց է, այլ իշխանության վերազավթման հատուկ գործողություն։ Պետական ամբողջ ապարատը ոստիկանությունից մինչև մարզպետարաններ վերածվել է մեկ անձի քարոզչական ստուդիայի։ Յուրաքանչյուր ճակերտավոր պատահական հանդիպում մանրակրկիտ բեմադրված է, իսկ պետական բյուջեն բացահայտորեն օգտագործվում է որպես նախընտրական հիմնադրամ։ Սրանք պատրաստ են ամեն ինչի, ընտրությունները կեղծելուց մինչև վախի տոտալ մթնոլորտի տարածում, միայն թե պահպանեն իրենց աթոռները։ Ժողովրդին կերակրում են սուտ խոստումներով, մինչդեռ թիկունքում սակարկում են հայրենիքի վերջին կտորները։ Սա բացահայտ ցինիզմ է, մարդկանց վերածել կույր զանգվածի, որպեսզի նրանք չնկատեն, թե ինչպես է իրենց քվեն դառնում սեփական երկրի կործանման ստորագրություն։ Սակայն իշխանական բուրգը սարսափելի սխալվում է մի հարցում։ Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատը մոռանում են, որ հայ ժողովուրդը պատմականորեն անկանխատեսելի է։ Այն պահին, երբ վարչախմբին կթվա, թե հասարակությունը վերջնականապես կուլ է տվել կենցաղային երջանկության խայծը և հաշտվել է թրքացման հեռանկարի հետ, կարող է տեղի ունենալ հզոր պայթյուն։ Ժողովուրդը կարող է լուր դիտել այս գաստրոնոմիական թատրոնը, բայց վճռորոշ պահին տալ այնպիսի դաժան ու անսպասելի դաս, որից այս վարչախումբը երբեք չի վերականգնվի։
Պատմությունը բազմիցս ապացուցել է, նրանք, ովքեր փորձում են ժողովրդին վերածել ուտող եւ չմտածող զանգվածի, առաջինն են դառնում այդ նույն զանգվածի արդարացի հատուցման զոհը։ Այդ հատուցումը լինելու է անխուսափելի եւ այնքան սուր, որ ոչ մի PR հնարք, ոչ մի մոնտաժված տեսանյութ եւ ոչ մի կեղծ ժպիտ այլևս չի փրկի զավթված աթոռները։ Երբ ստամոքսի ձայնը լռում է, արթնանում է արժանապատվության բնազդը։ Եվ հենց այդտեղ է ավարտվելու այս ամոթալի շոուն։ Հայաստանի պատմության էջերից ջնջելով բոլոր նրանց, ովքեր պետականությունը փորձեցին փոխանակել պերաշկու եւ կուկուռուզի հետ։